խոստովանության գաղտնիության ինստիտուտ։ Իրավաբանության մեջ գոյություն ունի անձնական կյանքի իրավունքի գաղտնիության ինստիտուտ։ Ես հողում չեմ անում իրավաբանությանը, որովհետև մենք հոգևորական ենք։ Բայց ինձ համար բացարձակապես անհասկանալի է մարդկանց խոսույթը, որ հոգևորականը իրավունք չունի անձնական կյանքի։ Դա ընդամենը էլեմենտար անգրագիտություն է, անկախ նրանից դա ով է ասում։ Անձնական կյանքի իրավունք ունեն բոլորը։ Ոչ իրավական մեկնաբանությունների դաշտում, այլ զուտ հոգևոր ընկալումների դաշտում։ Մենք ինչի համար ենք խոստովանության գաղտնիություն ապահովում։ Անգամ օրենքի մեջ կա, որ հոգևորականը ազատված է խոստովանության միջոցով իրեն հայտնի դարձած տեղեկատվության տարածումից։ Դուք պատկերացնում եք ստեղծվի մի իրավիճակ, երբ որ մարդը ստիպված լինի իր ունեցած ինտիմ հարաբերությունների վերաբերյալ պարզաբանումներ տալ եւ սկսի տալ անուններ, որոնց հետ ունեցել է այդպիսի հարաբերություններ։ Պատկերացնում եք ինչպիսի իրավիճակներ կստեղծվի։ Դրա համար հարցերի շրջանակ կա, որոնք անթափանցելի են, անձեռնմխելի են։ Հիմա թե ով ինչպիսի հարաբերություններով է ապրել, մենք չենք կարող դրան գնահատականներ տալ։ Հիմա դուք վկայակոչում եք, որ կաթոլիկոսի անվան հետ կապված այդպիսի հարցադրումներ են առաջանում, կամ մեր եպիսկոպոսների հետ։ Ես իրավունք չեմ վերապահի ինձ այդպիսի հարցադրումներին պատասխաններ տալ։ Իհարկե դա որոշակի խնդիրներ հարուցում են, հանրային տիրույթում սկսում են այդ թեմաների շուրջ քննարկումներ, բայց ես կարծում եմ մենք պետք է ոչ թե սպասարկենք այդպիսի արհեստական օրակարգերը, որոնք բերվել են մասնավոր տրամադրությամբ, այլ մենք պետք է առողջ բանավեճ հարուցենք, հակադրենք դրան։ Հիմա այսօր Հայաստանի Հանրապետության, Հայաստանի թիվ 1 խնդիրը եկեղեցականների ինտիմ հարաբերությունները եւ եկեղեցականների ենթադրյալ երեխաներն են։ Եթե մենք այդ հարցերի սպառիչ պատասխանները ունենանք, մեր երկրի անվտանգությունը ավելի ամուր կդառնա, մեր սահմանները անձեռնմխելի կդառնան, կվերանա հանրային պառակտվածությունը։ Իհարկե ոչ։ Ուղղակի ակնհայտ է, որ այս խնդիրները հրապարակ են բերում խորացնելու համար հանրային պառակտումը։ Առողջ բանավեճ իրականացնելու անկարողությունը այս մարդկանց մղել է այսպիսի կեղտոտ ու անթույլատրելի դաշտ։ Ընդամենը այս է իմ պատասխանը։ Արդյոք կհեռանա կաթողիկոսը, թե ոչ։ Գիտեք, կաթողիկոսը ոչ մի հնարավորություն չունի հեռանալու։ Ոչ մի նախադրյալ չեմ տեսնում, որ կաթողիկոսը պետք է հեռանա։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ որ շրջանակներ, այդ թվում նաև կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելությունը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաև այն դեպքում, եթե այդպիսի պահանջ են դրել եպիսկոպոսներ, 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը։ Եվ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պետք է հեռանա, դա ավելին չի լինի, քան դասալքություն։ Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ կաթողիկոսը ինքը բազմաթիվ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացվի, չի կարող կայացվել։ Կաթողիկոսը ունի եկեղեցու եւ եկեղեցուն պատկանելության բարձր, չափազանց բարձր գիտակցություն։ Խնդրում եմ